Եվ այսպես սեպտեմբերի 30-ն ենք հասել, բան չմնաց, որ հոկտեմբեր ամիսը սկսվի ու հոկտեմբեր ամսի հետ միասին բոլորը մեծ հույսեր ունեն, որ շուկան բարձրանալու է բիտքոյնի հետ միասին, բայց իմ կարծիքով բիտքոյնը իջնելու տեղ ունի դեռ, որովհետև տեսեք, նախորդ շաբաթ կարմիր մոմ ենք փակել, կանաչ մոմը եկել ենք հասել ենք այս կետում, որտեղ որ երեք եկել է եւ արձագանքել է, այս կետը ինչի համար է կարեւոր, որովհետեւ այստեղ լիկվիդացիոն զոնա ունենք, եկել է մաքրելը, այստեղ շատ գեղեցիկ fair value gap ունենք, որը որ եկել է կպնելուն պես, ուրեմն նույնպես մաքրելա, ինչպես նաեւ այստեղ ունենք նույնպես լիկվիդացիոն զոնա, որ նույնպես եկել մաքրել, այսինքն քանի որ փոշեկուլը ձեռնա վերցրել եւ սկսել է շուկայի հետևից ընկնել, մենք ստանում ենք այս պատկերը, հիմա կարա էլի շարունակի վերև բարձրանալ, կարա տրամաբանություն կա, ոչ, իմ կարծիքով մենք նամանավանդ սենց այս կարգի մոմ տեսնելով, հա, այսինքն դոժի ու մի հատ սենց մեծ մոմ դեպի ներքև 4 ժամանոց, որը որ ժամուկեսից փակվելու է, դեպի ներքև եթե այսպես փակվեց, հավանականությունը շատ մեծ է, որ մենք պարզապես կունենանք այսօր անկում բիտքոյնի։ Տեսեք, այստեղ իհարկե մարդիկ կան, որ մի քիչ չեն հավատում մեզ ամեն ինչին, բայց դա լրիվ օքեյ է, որ զոնաներ գոյություն ունեն շուկայում, որտեղ որ սեսիաներ է կոչվում, այսինքն ասիական սեսիա, եվրոպական սեսիա, ամերիկյան սեսիա ու սեսիաների ընթացքում նույնպես մանիպուլացիոն ուրեմն գործողություններ ա լինում, բայց դա օքեյ է։ Հիմա տեսեք, մենք այստեղ ունենք ինչ, այստեղ ունենք արդեն իսկ մանիպուլացիա տեղի ունեցած ժամը 10:30 այս բային, որ նկարանում եմ, այստեղ եկել է ասիական սեսիան մաքրել է, այստեղ մենք ունենք ամերիկյան ուրեմն մի հատ կտոր ու իրականում եկել այս հատվածներն է, որը որ երեք սկսել է արդեն աճել։ Մենք այս զոնայում ունենալու ենք ճնշում դեպի վերև, բայց նույն տրամաբանությամբ կարող է այն կարգի սենց գա միանգամից ջարդի, որ չհասկանանք, թե դա ոնց տեղի ունեցավ։ Համենայն դեպս այն ինչը որ ես կարծում եմ հետևյալն է, որ այսօր ինքը իջնելու է ներքև, վերևի հատվածը շատ բան չունենք, որ դիտարկենք, ասենք, եվրոպական սեսիան, որովհետև կգա կբարձրանա եւ այլն, հավանական է, այո, հավանական է, բայց հնարավոր է, ինձ թվում է հնարավոր չի լինել, որտեվ իմաստը որն է այսքան բարձրանա, երբ որ բան չկա, էլի կարող ենք սա նայել, մի հատ հասկանանք ի վերջո ինչ-որ բան կա վերևում, թե չէ, մի փոքր այստեղ ունենք 115 եւ այլն, այսա որ սենց դիտարկում ենք, պրինցիպի կարա եւ լինի, բայց 115,000 այստեղ է, դե միգուցե եւ այդ տրամաբանությունը լինի, բայց սենց գրաֆիկական պատկերը որ նայում եմ, այս սենց որ տրենդը քաշում ենք, նույնպես ինձ համար ավելի շատ նայնա, որ կարա գա այստեղ, որից հետո նոր իջնի, բայց նույնիսկ եթե վերև բարձրացավ, այս զոնաները նույնպես ինքը կարա որպես sell zone դիտարկվի։ Երեկվա իր արածը իրականում տրամաբանական էր, ես կարծում եմ, որ կիջնի ներքև նոր կբարձրանա, բայց փոխարենը ինքը ասես լավ էլ, ես չիջնեմ ներքև բարձրանամ, հեսա տեսնում եք, ստեղ ես նույնիսկ բանն էի դրել, ալերտն էի դրել, որ հենց որ հասնի ստեղ, ես արքի գործարքներ բացի, բայց ինքը որոշեց, որ չէ, բարձրանում եմ վերև, հիմա ինքը բարձրացել է այս զոնայում է գտնվում, այս զոնայում գտնվելուն պես նաև ունենք այստեղ այս նորությունները, այսօր ժամը 6-ին է, որը որ տենց առանձնապես ինձ համար էական նորություն չի։ Մնացածը արդեն թողենք շուկան որոշի հասկանանք, թե ուղղությունը ոնց է բռնում, բայց ի վերջո ինձ համար ճնշումը այսօր դեպի ներքև է։ Հիշեք, որ ունենք շաբաթական մոմ դեպի ներքև փակված, օքեյ, ունենք օրական մեծաքանակ ճնշում դեպի ներքև, որովհետև supply zone-ում են գտնվում, իհարկե ինքը կարա տատանվի այս զոնաներում միջև եսի որտեղ այստեղ 116,000,
ինքը տատանվելու տեղ ունի, $2000 տատանվելու տեղ ունի ու կարա նաև մեծ պոչեր ինչ-որ թողի, բայց դրա համար էլ գոյություն ունի market structure-ով հասկանանք, որ պահին է ինքը որոշում վերև կամ ներքև։ Այս պահին համենայն դեպս market structure-ի տեսանկյունից, այսինքն շուկայի ստրուկտուրայի տեսանկյունից, ինքը շրջադարձային արդեն իսկ pattern ունի, ձևաչափ ունի, որտեղ որ այսպես վերև, ներքև, այսենց ինքը բարձրացել է, որից հետո ջարդել է։ Հետևաբար այս չոչը, որ ունենք այստեղ, շատ հետաքրքիր կառուցվածք է ստեղծվել, որ այստեղից ինքը շարունակի դեպի ներքև գնալը։ Կարող եմ ասել նաև հետևյալը, որ այստեղ, այս զոնայում ունենք fair value gap, որ նույնպես կարա օգնի։ Մի խոսքով այսքանն էր այսօրվա համար, հուսով եմ, որ նաև երեկվա լայվը ձեզ դուր եկավ, ժամ 40 րոպե վերլուծել ենք, ուրեմն տարբեր քոյներ YouTube-ում արդեն իսկ կա տեղադրված, այսօր նույնպես կտեղադրենք TikTok-ում ու մնացած ցանցերում, սոցիալական ցանցերում, որ դուք էլ կարողանաք հետևեք, երկարաժամկետ վերլուծություններ էին ավելի շատ, քան կարճաժամկետ, հենց որ երեկվա վերլուծությունը այսօրվան նույնպես ինձ թվում է կարա աշխատի նույնիսկ մի շաբաթվա կտրվածքով եւ այսքանը ձեզ լավ օր եմ մաղթում, հիշեք հայկերից fake հեռու մնացեք, stop loss-եր օգտագործեք ու կապի մեջ ենք, ձեզ լավ օր։